Օրգանամենտ էր աստվածը, բոլորի նոր տանիշներ, հավոր և սուրբ ծնունդը։ Ուրեմն, գիտես, իմ համար, նոր տարի աստվածը սա միացեցման է, որպես թե Հիսուսի ծնունդն է, իմ ինինիքա, ու իմ սեղանի մեջ պետք է Հիսուսի ներկայությունը լինի։ Իմ մի քեզ եկել ենք ստեղ, շատ կարևոր է, որ ստեղ Տիրոջ ներկայությունը լինի։ Եթե Տիրոջ ներկայությունը ստեղ պետք է չներ իմ ու քո գալը ստեղ ժամանակի քորոս դավատացնում են։ Բայց ես հավատում եմ, որ Տերը ստեղ է և սպասում են մեր իր հետ հանդիպման, ամեն։ Դա համար ինչ պաշտամունքը կսկսենք, ուզում եմ Երկրորդ Կորինթացից մի համար կարդամ փոքրիկ Պողոս Սահակյանի խոսք ուղղված Կորինթացիների եկեղեցուն։ Առաջին գլուխ 3-5 խոսքը։ Օրհնյալ լինի Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը։ Ասում է սրտիդ մեջ օրհնյալ լինի։ Գթությունների հայրը և ամեն մխիթարության Աստվածը, որ մխիթարում է մեզ մեր ամեն նեղությունումը, որ մենք կարող լինենք մխիթարել նրանց, որ ամեն տեսակ նեղությունում են, այն մխիթարությունով, որով մենք Աստվածանից մխիթարվում ենք։ Որտեղ ինչպես Քրիստոսի չարչարանքներին ավելանում են մեզանում, այնպես է Քրիստոսի ձեռովը շատանում է մեր մխիթարությունը։ Առաքյալը գոհանում Աստծուց, գոհանում ամենքից, որ ասում մեր նեղությունների մեջ մխիթարում է, որպեսզի ուրիշներին է, ովքեր այդ նեղության մեջ են, մենք կարողանանք մխիթարել։ Մենք ստեղ անցած պաշտամունքին լսեցինք մեծ վկայություններ, և այդ շատ-շատեր իրանց բաժինը վերցրեցին։ Ես գիտեմ, որ շատ-շատերը չեն խոսել ստեղից, բայց ամեն մեկը, որ այսօր ստեղ ներկա եք, համոզված եմ ունեք ձեր վկայությունը, միգուցե դաժե վկայությունները։ Եվ ուզում եմ ասեմ, որ Տերը կենդանի է, մեր մեջ գործում է, և սա միայն մեր համար չի, որ կարողանանք սա էլ մարդկանց փոխանցենք։ Պատմենք, որ ինչքան ամենակարող է և զորավոր է, և գթության Աստված է, և որ իր անունը օրհնյալ է։ Եթե մեզ համաձայն ես, ոտքի կանգնել աղոթքով գանք Տիրոջ անուն, և օրհնենք իր սուրբ անունը, գոհանանք իրանից, որ ինքը մխիթարող Աստված է, նեղություններին հասնող Աստված է, որ մի ասեց խոսքեր չի, այլ ինքը կենդանի Աստված է, և այդ կենդանի Աստվածը այսօր մեր մեջ ներկա է։